Տեր Գրիգոր, մենք պահոց շրջանում ես շատ հարցեր եմ ստանում, կապ չունի, որ ես կապ չունեմ, այսինքն դրա մասնագետը դուք եք, բայց ես դեմ չեմ, որ մարդիկ հարցնեն, ես հետո ուղղորդում եմ, էլի, հոգևորականների դաշտ, շատ հարցնում են, ասում են, այ պատահական կերանք օրինակ, պաղպաղակ, օրեր առաջ կար նման դեպք։ Ես ինչ անեմ, ծոմը դադարեցնեմ, դե ես բացատրեցի, որ ինքը հիմա ծոմ չի պահում, պահք է պահում, ծոմի վերջն է, դեռ կհասնի։ Ու պարզի, որ դե ասացի, որ պիտի չդադարեցնի։ Իսկ հիմա եթե լինենք ազնիվ, արդյոք սննդակարգը այդքան կարևոր է պահեցողության ընթացքում ազնիվ լինելու համար։ Այդ սննդակարգի խնդիրը չի, նայեք, միս ուտելը մեղք չէ, կաթ խմելը մեղք չէ, հա։ Սունկն էլ։ Այսինքն դրանով չի, որ բանական պահոց օրերին ուղղակի մեզ ավելի զուսպ մնալու, մեր մեղքերը հիշելու, օրինակ հետաքրքիր մի բան կա, մի երիտասարդ մտցեր վանականի մոտ եւ հարցնում է ինչ է պահքը, հայր, ասում է նստիր հիմա կասեմ քեզ եւ սկսում է հերթով պատմել երիտասարդի արած մեղքերը։ Ճողովուրը։ Գլուխը կախում է ամոթից, շփիտով ասում է լավ զավակս, գնա ճաշիր։ Ինչ ասում է, չեմ կարող ասում է, ինչ ասում որտեղ մեղքերս հիշեցի եւ էլ չեմ ուզում ճաշել։ Փուլ չի գնա էլի։ Սա է պահքը։